Շարունակում են աշխատանքները հասարակական վայրերում վիրավորանքների եւ ատելության խոսքի օգտագործումը վերացնելու ուղղությամբ։ Մամուկամ Դինարաձեն լրատվամիջոցներին տեղեկատվություն է տրամադրել վերջերս հայտնաբերված հանցավոր գործողությունների եւ կանխարգելման միջոցառումների մասին։ Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ նպատակը հասարակական վայրերում ատելության խոսքի եւ վիրավորանքների դեմ պայքարն է։ Բացի այդ, ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վիճակագրություն, որի համաձայն հունիսի 1-ից հուլիսի 1 ատելության խոսքի դեմ պայքարի դեպարտամենտը բացահայտել է օրենքի 170 ենթադրյալ խախտում, որոնցից 150-ի վերաբերյալ գործը արդեն հարուցվել է ընդհանուր դատարաններում։ Մամուկամ Դինարաձեի խոսքով դատախազությունը եւ ներքին գործերի նախարարությունը եռապատկել են իրենց ցուցանիշները կազմակերպված հանցագործության եւ հանցավոր աշխարհի դեմ պայքարի առումով։ Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում սոցիալական ցանցերում տեղադրված վիրավորական մեկնաբանությունների գործերի վերաբերյալ գործընթացների քննարկում է ընթացել։ Այսօր դատարան արդեն քննարկել է վարչական իրավախախտման 3 գործ։ Դատավորի որոշմամբ ֆեդերալիստների առաջնորդ Թամար Չերգոլիաշվիլին տուգանվել է 2500 լարիով, նա մեղադրվում էր հասարակական վայրերում քաղաքացու հասցեին վիրավորական մեկնաբանություններ գրելու մեջ։ Բացի այդ, դատարանի որոշմամբ Գյորգի Շիոշվելին եւ Թամազ Կարչավան ճանաչվել են վարչական իրավախախտողներ։ Ռուսթավիի քաղաքային դատարանը մի քանի ժամ քննել է Սողոմոն Մետրևելիի գործը Լևան Մուրուսիձեի դեմ ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Գործի լսումը հետաձգվել է մինչև հուլիսի 9 ապացույցները ուսումնասիրելու համար։ Այսօր Ռուսթավիի քաղաքային դատարանը քննել է նաև երկրորդ գործը եւ մեղավոր է ճանաչել Գոչա Մշվենիերիձեին։ Նա տուգանվել է 1500 լարիով Կախա Կալաձեին վիրավորելու համար։ Վրաստանի նախագահը, վարչապետը եւ խորհրդարանի խոսնակ այսօր հանդիպել են Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ժողովի նախագահ Աֆրիմ Գաշիի հետ։ Կառավարության աշխատակազմի տվյալներով վարչապետը հանդիպման ժամանակ նշել է, որ ժողովի նախագահի այցը Վրաստան լավ հնարավորություն է ընդհանուր ձգտումների շուրջ մտքեր փոխանակելու եւ երկկողմ համագործակցության խորացման ուղիները քննարկելու համար։ Շեշտադրվել է Վրաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության միջև քաղաքական երկխոսության եւ ոլորտային կապերի հետագա ակտիվության կարեւորությունը։ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին առկա գործընկերային հարաբերությունները եւ երկկողմ համագործակցության զարգացման հարցերը։ Ուշադրության դարձվեց տնտեսության, առևտրի, կապի կրթության, մշակույթի եւ ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին։ Ուզբեկստանի զբոսաշրջության նախարարը այցելում է Վրաստան։ Աբդուլ Ազիզ Ակուլովը այցի շրջանակներում այցելել է առաջին ալիք եւ հանդիպել ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի Վասիլ Մաղլափերիձեի հետ։ Նրանք նաեւ քննարկել են հետաքրքիր նախագծերի լուսաբանման վերաբերյալ հետագա ծրագրերը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ։ Հանդիպման ժամանակ նշվել է, որ համապարփակ ռազմավարական գործընկերության անցումը որակապես նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանի եւ Չինաստանի միջև հարաբերություններում, այդ թվում քաղաքական, առևտրատնտեսական եւ տարանցիկ կապերի խորացման առումով։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է միջազգային մրցույթ քաղաքային երկաթուղային միջանցքի տեխնիկական եւ տնտեսական նպատակահարմարության ուսումնասիրության համար։ Նախագիծը հիմնված է Թբիլիսիի կայուն քաղաքային շարունակության ծրագրի վրա եւ նախատեսում է մայրաքաղաքը կապել Մցխեթայի, Ռուսթավիի, Թբիլիսիի միջազգային օդանավակայանի եւ արևելյան շրջանների հետ օգտագործելով առկա երկաթուղային ենթակառուցվածքները։ Վաղը հուլիսի 2-ին մեկնարկվում է միասնական ազգային քննությունները, երկրում ստեղծվել է ընդհանուր առմամբ 24 քննական կենտրոն։ Նախարարության տվյալներով կենտրոնները հագեցած են համապատասխան ենթակառուցվածքներով եւ գույքով եւ այդ թվում սառեցման համակարգով։ Հուլիսի 2-ից քննական կենտրոնների շրջակա տարածքներում կմոբիլիզացվեն շտապ օգնության մեքենաներ, փրկարարական ծառայություններ եւ բարեկային ոստիկանություն։ 2026 թվականի քննություններին գրանցված է ավելի քան 83000 քննորդներ կսպասարկեն Վրաստանի 12 քաղաքներում բացված քննական կենտրոններում։
Պաշտպանության ինստիտուցիոնալ շինարարության դպրոցը նշեց իր 10-ամյակը հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ Պաշտպանության նախարարության բանակային դահլիճում։ Հրավիրված հյուրերին դիմեց Պաշտպանության փոխնախարար Գրիգոր Գրիգոլաձեն, նա խոսեց 10-ամյա գործունեության արդյունքների եւ նվաճումների մասին եւ մաղթեց նրանց հաջողություններ ապագայում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է համաշխարհային ռեգբիի կազմակերպության նախագահ Բրեդ Ռոբինսոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է համաշխարհային ռեգբիի կազմակերպության հետ երկարամյա հաջող եւ արդյունավետ համագործակցությունը, որը հաստատվել է նաեւ Վրաստանում մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության անցկացմամբ։ Կառավարության ղեկավարը համաշխարհային ռեգբիի նախագահին հաստատել է իր սերտ գործընկերությունը շարունակել իր պատրաստակամությունը։ Ուշադրություն է դարձվել ռեգբիի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող եւ նախատեսված նախագծերին։ Ենթակառուցվածքային նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամը ավարտեց Ռուսթավիում մանկապարտեզի նորոգումը։ Թիվ 31 մանկապարտեզը, որը ամառային խմբերով ընդունել է երեխաներին, նախատեսված է 450 երեխաների համար։ Նախագծի շրջանակներում մանկապարտեզի շենքը լիովին վերանորոգվել է, կազմակերպվել է երեխաների կարիքներին հարմարեցված անվտանգ ժամանակակից ենթակառուցվածք։ Այս փուլում Ռուսթավիում կառուցվում է եւս 2 նոր մանկապարտեզ, 2 մանկապարտեզներն էլ կընդունեն երեխաներին ուսումնական տարվա մեկնարկին։